Արմլուր AM-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել երեք մահացած զինծառայողի դեպքի վերաբերյալ, մասնավորապես ըստ Արմլուր AM-ին հասած տեղեկությունների զինծառայողին հասցրել են ինքնասպանության, նախնական տվյալներով զինվորը ինքնասպանությունից առաջ ենթարկվել է ծեծի, իսկ իրավապահները բացահայտել են նաև այլ հանգամանքներ։ Արմլուր AM-ի տեղեկություններով ըստ նախնական վարկածի մահացած զինծառայողը առաջին անգամ էր բարձրացել դիրքեր, ինչը հնարավոր է ճակատագրական է դարձել նրա համար։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրները հայտնում են, որ զինվորի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված վարույթի շրջանակում նախատեսվում է 2 անձի ձերբակալություն։ Հիշեցնենք, երեկ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՊՆ Զորամասի զինծառայողի հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում են անհրաժեշտ քննչական և վարույթային գործողություններ։ Երեկ երեկոյան հերթական ցավալի դեպքն է տեղի ունեցել բանակում։ Զինծառայողի մահվան հերթական դեպքն է արձանագրվել, ինչի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին տեղեկացրել է քննչական կոմիտեն։ Գերատեսչության փոխանցմամբ կատարվում են անհրաժեշտ քննչական և վարույթային գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Մեդիա հաբը պարզեց, որ դեռևս անհայտ պայմաններում մահացած զինծառայողը Չարենցավանի բնակիչն Արեգ Թորոսյանն է, որը ծառայել է Ճամբարակի զորամասում։ Նրանց հաջողվեց կապ Չարենցավանի համայնքապետարանի աշխատակցի հետ, որը ճանաչում էր Նարեկին։ Նրա խոսքով շատ խելացի, կազմակերպված, կիրթ և համեստ տղա էր Նարեկը։ Չարենցավանի համար 6 հիմնական դպրոցի շրջանավարտ էր։ Մայրը Չարենցավանի արվեստի դպրոցի տնօրենի օգնականն է։ Ընտանիքը Նարեկից բացի 2 դուստր ունի, գրում է Մեդիա հաբը։ Այսօր հուլիսի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնահասենք է ստացվել, որ Կողթանիկ բնակավայրում քաղաքացին ընկել է գետը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարարծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Եղեգնաձորի Հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, երկրորդ վաշտի հրամանատար օրվա պատասխանատու Արտակ Հակոբյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ Վայոց ձորի մարզի բնակիչ 21-ամյա Արաքն լողանալու նպատակով ընկել է Կողթանիկի ջրվեժը և ջրահեղձ եղել։ Այս պայն փրկարարներն ու պարեկները սպասում են, որպեսզի Երևանից դեպքի վայր ժամանեն ՀՀ ՆԳՆ փրկարարծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներն ու ջրասուզակը։ Տեղում են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնի գլխավոր պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Այսօր հուլիսի 18-ին մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մուրացան 109 հասցեում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և գազո։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Շամշյանը, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկներից հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը։ Դեպքի վայր են ժամանել քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևանի քրեական վարչության մեծ թվով ծառայողներ, վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները, գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ։ Ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզելու թե ինքնությունը մահացածի և հանցագործություն կատարած անձի։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, առնանման հետքեր, Մերսեդես G մակնիշի և մի քանի այլ ավտոմեքենաներ, որոնց վրա առկա են կրակոցի հետքեր։ Այսօր ձեզ տեղեկացրել ենք, որ ՔՊԱ-կան ներկայացուցիչ, բոլորին հայտնի Արդիշոփի Հովոյի գործերը վատ են։ Վերջինս հրապարակել էր տեսանյութ ու պատմել, որ փակվել է Արդիշոփի խանութներից մեկը։ Նա հրապարակել էր ու անկեղծացել, որ Արդիշոփը փակվել է բավականին զբաղվածության պատճառով։ Դե ինչ, ներկայացնում ենք հաջորդ ՔՊԱ-կանի ձախողումը։ ՔՊԱ-կան մոդել Անիտա Հարությունյանը հրապարակել է տեսանյութ, որտեղից պարզ է դառնում, որ վերջինս երևանյան ռեստորաններից մեկում աշխատում է որպես մաքրուհի։
Իրականում ինչով է պայմանավորված ՔՊԱ-ական մոդելի գործերի վատացումը, դա հարցի մյուս կողմն է։ Բայց մենք ներկայացնում ենք տեսանյութն առանց մեկնաբանության։ Եվ հարկ ենք համարում նշել, որ չնայած մաքրուհու աշխատանքին, նա չի դադարում լինել մոդելային կազմվածքով և կեցվածքով։ Այստեղ մի քիչ լավ չես լրացրել։ Այստեղ։ Մի րոպե, բայց ո՞վ ես։ Absolutно, այս ատմոսֆերն է, ասում նամաժներ չէ, ո՞նց ես լվում, ուղղակի ինչ կեր։ Սովորական ոնց ուզում լվում է։ Всё, անջիկա։ Մոդել Անիտա Հարությունյանը հրապարակել է տեսանյութ ու գրել. Եկել եմ ձեզ հետ կիսվելու շատ կարևոր լուրով։ Հիշում եք, չէ՞ Օրագիր Նյուզի ու իմ միջև եղած դատական process-ը։ Երկարատև ընթացքից հետո ես եւս մեկ անգամ համոզվեցի, որ դատական համակարգն արդար ու անկողմնակալ է եւ կոտրում է բոլոր կեղծ մեղսագրված մեղադրանքները։ Ի սկզբանե շնորհակալություն եմ ուզում հայտնել առաջին ատյանի դատավոր Մուշեղ Արամյանին, ով անաչառ ու իսկական դատավորի օրինակ է։ Վերջինս ամենայն մանրամասնորեն ուսումնասիրեց գործն ու արդար լուծում տվեց, ինչը չբավարարեց լրատվականին, որից հետո դիմեցին վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններ, ինչից հետո ստացան վերջնական որոշում։ Այն է մեղադրյալ Անիտա Հակոբի Հարությունյանին վերաբերյալ վերաքննիչ քրեական դատարանի 25 թվականի նոյեմբերի 20-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ. Գրիգորյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել է մերժել։ Մանրամասները ներկայացված են դատ Ալեքսեյեմում։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև Փաստաբանական պալատի հանրային պաշտպան Անյուտա Մկրտչյանին, դատավորի օրինակ են ինձ համար նաև Համլետ Ասատրյանը, Լիլիթ Թադևոսյանը, ովքեր ոչ միայն իմ գործն են արդար եզրահանգման տարել, այլ բազմաթիվ գործերի մոտեցել են առանց էմոցիաների ու օրենքի ամեն տար հաշվի առնելով։ Լրագրողներին հաճախ թվում է, որ իրենք ազատ խոսքից բացի ազատ կարող են գործել ու մեղադրել մարդկանց, ովքեր անմեղ են, ու եթե ինձպես մի քանիսը որոշեն պաշտպանել իրենց իրավունքները, մենք կկարողանանք մաքրել մաղձը այնտեղից, որտեղ կեղտոտ է։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կողքիս էին այս պայքարի ժամանակ եւս։ Պահանջում եմ Օրագիր Նյուզից հեռացնել նյութն ու հանրային կերպով ներողություն խնդրել։ Ներկայացնում ենք Անիտայի տեսանյութն առանց մեկնաբանության։ Բարի լույս, հուսով եմ լավ եք, այս անգամ եկել եմ լավ նորություններով ու քանի որ գործինքը հանրային էր դարձված ու ամբողջ լրատվականներով ողողված էր լյութը, ուզում եմ, որ ինքը հանրային էլ ավարտ ունենա։ Բոլորը գիտեն, որ մենք Օրագիր Նյուզի հետ պատերազմական դաշտի մեջ ենք դատական պրոցեսների, որը որ Օրագիր Նյուզը հենց ինքն էր տվել ինձ խուլիգանություն որպես մեղադրում էր ինձ խուլիգանության մեջ, ինչի համար, որովհետև իմ ու առաջի դեմքի նկարը դրել էր Նիկոլ Փաշինյանի եւ շատ այլանդակ ու շատ վատ բառապաշարով կոպիտ ասած փորձել էր պղծել ինձ եւ աուդիտորիա հավաքել։